Փետրվարի 28-ին Ռուսաստանի տարբեր քաղաքներից Մոսկվային ժամանել շուրջ 100 երիտասարդներ միանալու եկեղեցու նախաձեռնություններին, հանդիպելու Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի հետ եւ իրենց զորակցությունը հայտնելու հայ առաքելական եկեղեցուն։ Այսօրվա հանդիպումը թեմի տարբեր ծուխերի եկեղեցասեր երիտասարդների հետ նվիրված է Մայր եկեղեցու պաշտպանությանը։ Ամենակարևորն ու հետաքրքիրն այն է, որ երիտասարդներն իրենք են հանդես եկել որպես նախաձեռնողներ ու կազմակերպիչներ։ Նրանք ցանկանում են լսել հոգևոր առաջնորդի խրատները, քննարկել սուր հարցերը, որպեսզի ճիշտ լուծումներ գտնեն եւ օգնեն եկեղեցուն։ Եզրաս Սրբազանն իր օրհնության խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի մշակութային եւ ազգային կյանքում եկեղեցու բացառիկ դերին ու առաքելությանը։ Նշեց, որ այն միշտ էլ միավորել է ժողովրդին հավատքի, լեզվի եւ ազգային ավանդույթների շուրջ։ Ուստի այսօր, երբ հայրենի երկրում ապօրինի եւ հանիրավի հալածվում են եկեղեցականները, բռնագրավում եկեղեցիները, լավագույն զորակցությունը, պատմական հիշողությունը, մշակութային ժառանգությունը, սեփական ինքնությունն ու իրավունքը պաշտպանելն է։ Մենք բարոյապես հաղթանակ տարանք ավարայրի ճակատամարտում, որով երաշխավորեցինք, որ մենք պիտի ապրենք մեր հայրերի հողի վրա, Աստծուց մեզ տրված երկրում, մեր հավատքով, ազատ, որը մեր քրիստոնեությունն է։ Նոր սերունդը իր բարոյական պարտքն է համարում զորակցել եկեղեցուն, ինչպես երիտասարդներն են նշում, դա պատասխանատվություն է ապագայի հանդեպ։ Ես, որպես Կրասնոդարի հայ համայնքի ներկայացուցիչ, ակտիվ հետևում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Մեր տարածաշրջանում, Արմավիրում, Սոչիում մի քանի ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն եկեղեցու։ Մենք ակտիվ մասնակցել ենք, ցույց ենք տվել մեր աջակցությունը հայ եկեղեցուն, որպեսզի Երևանում եւ ամբողջ աշխարհում մեզ լսեն եւ հալածանքները դադարեցնեն։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ ծանր իրավիճակ է մեր պատմական հայրենիքում, եւ որպես ուսանողներ ուզում ենք մեր ակտիվ դիրքորոշումը հայտնել, առաջին հերթին կանգնել մեր եկեղեցու կողքը, քանի որ ամենածանր օրերին եկեղեցին պահել ու պահպանել է հայ ժողովրդին։ Եվ հիմա եկել է մեր հերթը, նույնանման օգնություն ցուցաբերելու, մարդկանց տեղեկացնելու, թե ինչ է կատարվում եկեղեցու շուրջ։ Հանդիպմանը երիտասարդները խմբերի բաժանված ներկայացրին իրենց տեսլականը եկեղեցու շուրջ համախմբվելու, հոգևոր, կրթական, բարեգործական, սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես նաև դրանց մասին մեդիա հարթակներում խոսելու եւ մարդկանց տեղեկացնելու մասին։ Այսօր կարևոր խնդիր առաջ ենք կանգնած, կապված մեր եկեղեցու, պատմության, կրոնի եւ ժառանգության հետ։ Ընդհանուր ուժերով փորձում ենք համախմբել մեր կարողությունները հօգուտ եկեղեցու։ Մոսկվայի նախագահական ակադեմիայի ուսանող Էդուարդ Վարդանյանի կարծիքով երիտասարդների այս նախաձեռնությունը ոչ միայն եկեղեցու հետ նոր սերնդի հոգևոր կապը նորոգելուն է միտված, այլև սփյուռքի բազմազգ ու բազմակրոն հասարակության մեջ ինքնության պահպանմանը։ Այսօր մեր առջև ծառացած է հայ եկեղեցու լինելության հարցը, եւ մենք հավաքվել ենք ասելու, որ մեր հավատքն ուժեղ է, եւ ամեն ինչ կանենք հանուն մեր եկեղեցու։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։